Ծույլ նապաստակը։ Շուկով ժամանակով անտառի բացատում մի ծույլ նապաստակ էր ապրում։ Նա այնքան ծույլ էր, որ ոչ մի նապաստակ չէր ցանկանում նրա հետ ընկերանալ։ Ծույլը որոշում է ուրիշ կենդանիների հետ մտերմանալ։ Նապաստակը հանդիպում է ոզնում։ Նրանք ընկերանում են։ Գիշերը նապաստակն արթնանում է եւ ուտում ոզնու ողջ տանձն ու խնձորը։ Առավոտյան ոզնին գտնում է իր պաշարի արկղերը դատարկ, բայց ինչ կարող էր նա անել։ Նապաստակն արդեն անհետացել էր։ Հետո ծույլը գնում է սկյուրի մոտ։ Նրանք ընկերանում են։ Այս անգամ էլ նապաստակը սկյուրի հավաքած ձմռան պաշարն է ուտում ու փախչում։ Անտառի թավուտում նա հանդիպում է մկնիկին։ Նրանք խաղում են, վազվզում, բայց շուտով մութն ընկնում է։ Նապաստակը խնդրում է մկնիկին, որ նրա տանը գիշերի։ Կես գիշերին նապաստակն արթնանում է, ուտում մկնիկի ընկույզների մի մասը, մյուս մասն էլ լցնում է գրպանները եւ փախչում։ Հաջորդ օրը նապաստակը հանդիպում է գայլին, Նրա հետ էլ է ընկերանում։ Քաղցած գայլը մեծ ուրախությամբ նապաստակին գիշերելու տեղ է տալիս։ Գիշերվա կեսին նապաստակն արթնանում է, որպեսզի գայլի պաշարը վերցնի, բայց գայլը պաշար չի ունենում։ Գայլը եթե ինչ-որ բան հավաքում էր, ապա միանգամից ուտում էր։ Այդ ժամանակ գայլը վրա է հասնում, որ նապաստակի վերջը տա, բայց նապաստակը դա հասկանում է եւ փախչում։ Քիչ էր մնում, գայլը նրան բռներ։ Նապաստակը մկնիկից գողացած ընկույզները գետնին է թափում։ Ընկույզներն ընկնում են գայլի ոտքերի տակ։ Նա վայր է ընկնում եւ չի կարողանում բռնել նապաստակին։ Երբ նապաստակն ազատվում է գայլի հետապնդումից, նա հասկանում է, որ պետք է սեփական քրտինքով իր ապրուստը վաստակել։ Պետք չէ ընկերներին խաբել եւ նրանցից որևէ բան գողանալ։ Այսպես նապաստակը վերադառնում է անտառի իր բացատը, ներողություն խնդրում ընկերներից եւ օգնում է նրանց ձմռան պաշար հավաքել։